ինձ որ հիմա ասում են օրինակ, տես դու քո երազանքին հասար, դու ապրես, դու քո բիզնեսը ստեղծեցիր եւ այլն, ասում բայց գիտեք ինչի, ինձ գործի չէին վերցնում, ես դրա համար ստեղծեցի գործ։ Այդտենց կեսկատակ ես լուրջ, դե չկար նման վականսիաներ ու պատկերացում չկար ինչով պետք է զբաղվի մարքետոլոգը, կար շատ, այսպես ասեմ, այն ինչ որ կար ինձ չէր բավարարում անկեղծ ասած, որովհետև իրանք պատկերացնում էին, որ վիզիտկա տպելը, սեյլզը, հաճախորդների հետ հեռասով խոսելը հենց այդ է, հա, մարքեթինգը մաքսիմալ, դե 20 տարի առաջ ինքը շուկան լրիվ ուրիշ էր, ու ես գնում էի այդ վականսիաներին, դիմում էի CV-ով, հասնում էի, ոնց ասում են Big Boss-ին, ով որոշում կայացնողն է, ու իրան ներկայացնում եմ միած սիրուն պրեզենտացիա, որի շրջանակներում ասում էին, թե ինչ խնդիրներ ունի իր ընկերությունը արդեն իսկ որ բացահայտված են, որտեղ միջև այդ գնում ուսումնասիրում էի նայում ինչ կարելի է եւ այլն, ու խնդիրները ներկայացնում էի ու ասում էի, որ ես այդ խնդիրների լուծման արդյունքում եկած եկամտի 10%-ն եմ ուզում։ Նո ոչ մեկ չէր մերժում, դրա համար բիզնեսը ստացվեց ու կառուցվեց։